Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր օգոստոսի 11-ն է, հայկական հին տոմարով Նավասարդն է, ինչի արիթով բոլորին շնորհավորում եմ։ Երեք չստացվեց պատրաստել հաղորդում, հյուրեր ունեի Հայաստանից, նրանց բացի կարևոր հարցեր չունեինք քննարկելու, միայն երեկոյան ստացանք նոր կարևոր հետաքրքիր տեղեկություններ թե Հայաստանից, թե ամբողջ աշխարհից, այսինքն օրվա ընթացքում փորձել ենք հավաքագրել, բայց շատ կարևոր տեղեկություններ չկային, հետո ավելի ուշ մի շարք կարևոր տեղեկություններ ստացանք, քիչ առաջ էլ տեսանք Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը Հայաստանի մասով, դրանից բացի երեկոյան տեսանք համատեղ հայտարարությունը Հայաստանի Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների Այստեղ էլ հետաքրքիր մի կետ կա, որը որ կարևոր է քննարկել, թե ինչ համատեղ հայտարարություն է։ Մեկ կետ կար, որ այդ կանել անկեղծ լինեմ իմ դուրը չեկավ։ Այդ հարցերը կքննարկենք, դրանից բացի տեսանք երեք խայտարակ ընտրություն Հայաստանի խորհրդարանում, հանձնաժողովի ղեկավար Եվրոպայի հետ հարցերով ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը, սա եւս բավականին խնդրահարույց տագնապալի տեղեկություն է մեզ համար, ինչը միանշանակ արժի քննարկել եւ արժի վերլուծել։ Միջազգային կարևոր տեղեկություններ եւս ստանում ենք Ուկրաինայից, հատկապես նոր հարվածների մասին Ռուսաստանի Դաշնությանը, Վալդբերիսին, շատ ավելի խորքը Ռուսաստանի, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի Իրանի շուրջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, ամենակարևոր հարցերից մեկն է սա։ Փեզեշկյանի երեկվա հայտարարություն Ադրբեջանի մասով, որ Ադրբեջանը օգնել է Իրանին պատերազմի ժամանակ, հետո Ալիևի արձագանքը, հետո Ալիևի հայտարարությունը, որ Թրամփը իրեն հարցրել է Իրանի մասով, ինքը ինչ է պատասխանել, հետաքրքիր, բավականին հետաքրքիր քննարկում ունենք մենք այսօրվա մեր եթերի ընթացքում։ Սկսենք Հայաստանից, բայց նախքան դա շնորհակալ եմ բոլորին, ովքեր որ միշտ արձագանքում են, լայքում են եւ բաժանորդագրվում են եւ կրկին շնորհակալ կլինեմ, եթե դուք սիրելի հայրենակիցներ լայքեք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սկսենք այս Գալուզինի նոր հայտարարություններից Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունները մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ճիշտ է պատերազմի մեջ է, ճիշտ է շատ թուլացած է, թե ռազմական իմաստով, թե ֆինանսապես, թե քաղաքականապես անտանելի թուլացած է, բայց այնուամենայնիվ Հայաստանը փոքր երկիր է եւ հիմա իրենց ուժերը կենտրոնացրել են Հայաստանի վրա, որ Հայաստանում ինչ որ հաջողությունների հասնեն, ցավոք երեկվա այդ որոշումը ազգային ժողովում վկայում է այն մասին, որ ինչ որ հաջողությունների ցավոք նաև հասնում են ռուսները։ Գալուզինի հայտարարությունը այն մասին է, թե Հայաստանը հիմա գնում է Եվրամիություն, թե չէ։ Ասում է Փաշինյանը, նախկին ընտրությունները բազմաթիվ հայտարարություններ է արել, հակասական իրարամերժ, հակասական հայտարարություններ է արել, բավականին շատ խոսքեր են ասվել է, որ կարող է եւ Հայաստանին չընդունեն Եվրամիություն եւ այլն եւ այդպես շարունակ, բայց իր ամենակարևոր ուղերձը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը պահանջում են Հայաստանից, որպեսզի Հայաստանը անցկացնի հանրակրվե, թե հիմա այս պահի դրությամբ Հայաստանի ժողովուրդը ցանկանում է լքել Եվրասիական տնտեսական միությունը եւ անդամակցել Եվրամիությանը։ Ահա այս պահանջն է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում եւ կրկին գանք նրան, որ մեր վերլուծությունները ճիշտ է, Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է Հայաստանից, որովհետեւ պատկերացնում են, որ այս պահի դրությամբ միգուցե Հայաստանում ցանկացողները, որ Հայաստանը մնա Եվրասիական տնտեսական միությունում, գտնվեն ավելի շատ, քան նրանք, ովքեր որ կողմ են, որպեսզի Հայաստանը անդամակցի Եվրամիությանը։ Եվ սա է ամենագլխավոր հարցը Ռուսաստանի համար, եկեք անկեղծ լինենք։ Գալուզինից բացի, չնայած Գալուզինը խոսել է նաև հապկից, ասում է, որ նոյեմբերին կարող է քվեարկության դնեն Հայաստանի ձայնի իրավունքը հապկում, անհեթեթություն, ապուշություն, այսինքն մեծ հաշվով դա չի էլ վերաբերվում։ Հիմա այնպես չէ, որ եթե Հայաստանի
ձրկեն ձայնի իրավունքից, Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ կստանա կամ անդամակցի հապկին նախկինում նման խնդիր կարող է լինել մեզ համար դա, բայց հիմա չեմ կարծում, որ որևիցե խնդիր դա կարող է ստեղծել Հայաստանի համար։ Այստեղ ամենակարևոր հարցը երեք ազգային ժողովում այդ կարևոր հանձնաժողովներից մեկը ընդդիմությանը տալու մասին էր։ Եվրամիության հարցերով հանձնաժողովի ղեկավարը ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը եւ այն պարագայում էր, որ հիմա Հայաստանը ակտիվացնելու է բարեփոխումները, համապատասխանեցնելու է օրենքները եվրոպական օրենքներին, եվրոպական չափանիշներին եւ շատ հնարավոր է, որ բազմաթիվ հարցեր Եվրամիության հետ հարաբերություններով անցնեն Հայաստանի խորհրդարանով եւ այսօրքան հասկանում եմ այդ հանձնաժողովից պետք է այդ ամենը սկսվի քննարկումները եւ պետք է արդեն մտնեն ամբողջական ազգային ժողով։ Դրանից բացի եթե ընդդիմության ներկայացուցիչն է այդ հանձնաժողովի ղեկավարը, ապա ինքը հնարավորություն կունենա մասնակցել տարբեր հանդիպումների եվրոպացի գործընկերների հետ, խոսել ինչ մտածում է իրենց ընդդիմության տեսանկյունից եւ պարզ է, որ այստեղ ռուսները մեծ դերակատարություն են ունեցել, հստակ հրահանգել են, որ վերցրեք այդ հանձնաժողովը, որպեսզի մեր կողմից իջեցված հանձնարարությունները կատարեք այդ հանձնաժողովում, ինչը պետք է որ խոչընդոտվի, խոչընդոտեք, ինչը պետք է խառնել, խառնեք եւ որտեղ որ պետք է լրտեսել, լրտեսեք։ Ես այս համոզմանն եմ եկել այդ ամենի մասին տեղեկանալով եւ այդ ամենի շուտ լսելով տարբեր քննարկումներ, ցավոք սրտի սա իրականություն է եւ սա Հայաստանի իշխանությունների մեծագույն բացթողումն է։ Իմ պատկերացմամբ այս խորհրդարանը ավելի խայտառակ խորհրդարան դարձավ, քան նախկին խորհրդարանը եւ այս առումով ցավոք սրտի պետք է մեկ բան խոստովանենք, որ չնայած նրա որ քաղաքացիական պայմանագիրը ընդհանուր առմամբ հաղթանակ տարավ ընտրություններում, բայց այնուամենայնիվ ինչ որ միտեղ Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ հասնել իր արժեվ դրված գոնե թե մինիմալ նպատակներին։ Հիմա այս պահի դրությամբ ցավոք ամեն ինչ այդպես է երևում։ Դե ինչպես կարելի է ուղղել իրավիճակը, ճիշտ ասած դժվար է միանշանակ պատասխանել, ունեն որոշ պատկերացումներ, բայց եթերից հնչեցնել դրանք չի ցանկանա միանշանակ։ Հիմա անդրադառնանք համատեղ հայտարարությանը Ադրբեջանի արտգործնախարարության, Հայաստանի արտգործնախարարության եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարության եւ դա վերաբերվում է կրկին օգոստոսի 8-ի երակողմ հռչակագրին։ Տեսնում եք տարբեր երկրներից հայտարարություններ են արվում, Գերմանիայի արտգործնախարարությունից եղավ հայտարարություն, Ֆրանսիայի, հիմա այս ընդհանուր համատեղ հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ կրկին Ադրբեջանը եւ Հայաստանը վերահաստատում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, միջազգային օրենքին համապատասխան։ Դրանից բացի հստակ նշվում է, որ երեք երկրները շարունակելու են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը, Միացյալ Նահանգները շարունակելու է հանձնառու մնալ, այստեղ հատուկ կետով նաև դա է շեշտվում, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրություններին եւ փոխհմբռնման հուշագրի լիարժեք իրականացմանը եւ քանի որ սա մտցվում է այս ընդհանուր հաղորդագրության մեջ, այստեղ հետաքրքիր ձևով Միացյալ Նահանգները կապում է իր երկկողմանի հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթի հետ, հասկացնելով, որ հիմքը մեր հարաբերությունների Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, Հայաստան, հիմքը օգոստոսի 8-ի հռչակագիրն է։ Սա միանշանակ լավ է, այնինչ իմ դուրը չեկավ, դա այն էր, որ այդ ընդհանուր հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը միակողմանիորեն բացել է Հայաստանի համար սահմանը եւ հիմա գիտեք Ադրբեջանի տարածքով թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Ղազախստանը կարողանում են ծորեն բերել Հայաստան, նավթ է վաճառում Ադրբեջանը Հայաստանին, դա
հատուկ ֆիքսված էր եւ այստեղ կարծես թե Ադրբեջանը պահանջել է Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից, որ այդ կետը անպայման տեղ գտնի, որպեսզի ամբողջ աշխարհը ականատես լինի, թե ինչպիսի բարի կամք է դրսևորում Ադրբեջանը։ Սակայն եթե նույն ժամանակ մենք փորձենք ընդհանուր վերլուծել այս 2-3 օրերին արդեն հնչած հայտարարությունները, օգոստոսի 8-ի հռչակագրի վերաբերյալ բավականին մեծ էր արձագանքը, բավականին դրական է արձագանքը եւ ընդհանուր առմամբ գոհացնող է, չնայած որ հաղորդագրությունն էլ, որ Փաշինյանն է զանգահարել Ալիևին, եւ դա շեշտվում էր թե հայկական հաղորդագրության մեջ եւ թե ադրբեջանական, այստեղ եւս երևում է, որ Ադրբեջանը ունի ինչ որ ցանկություններ, փոքրիկ երեխայի լրբություններ, մեր մոտ այդպես են ասում, որ ահա այս կետը նշեք, ահա այս նախադասությունը մտցրեք հաղորդագրությունների մեջ, թե չէ ընդհանուր հաղորդագրություններ չեն լինի եւ այլն եւ այդպես շարունակ։ Հույսով եմ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա սիրելի հայրենակիցներ, առաջարկում եմ խոսել Ուկրաինայից, քանի որ Հայաստանի մասով արդեն խոսեցինք, երկարացնել արհեստական ձևով իմաստ չեմ տեսնում, ինչի կարիքը կար, որցեցի շատ կարճ ասել։ Ուկրաինայի մասով, ուրեմն, Ուկրաինայի ԱԹՍ-ները նոր եւ բավականին ցավոտ եւ բավականին խորքային հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնությանը այս 2 օրերի ընթացքում։ Ռուսական հաղորդագրությունների համաձայն 3 Թաթարստանում ուկրաինական հարվածների հետևանքով զոհվել է 12 հոգի, 39 տուժած կան, հարվածը հասցվել է Թաթարստանում նավթավերամշակման գործարանի, դրանից բացի Ռուսաստանը նույնպես հարվածներ է հասցրել Ուկրաինային եւ երեկվա հարվածը եղել է Զապորոժիայի բնակելի շենքերից մեկին, կան բազմաթիվ տուժածներ, այսօրվա տվյալներով ուկրաինական ԱԹՍ-ները հատելով 2000 կիլոմետրից ավել Վորոնեժում հարված են հասցրել կրկին Վալբերիս ընկերության պահեստներին, Վալբերիսի marketplace-ին, նախնական տվյալներով կան վիրավորներ, բայց կա նաև տվյալ, որ 49-ամյա բնակիչ է զոհվել, ով որ եղել է պահեստի մոտակայքում։ Դրանից բացի ուկրաինական անթշուտաչող սարքերը հարված են հասցրել Օրենբուրգի շրջանում նավթի վերամշակման գործարանի։ Իմ պատկերացմամբ Ուկրաինան փոքրիկ դադար էր վերցրել հարված հասցնելու նավթավերամշակման գործարանների, դա արվում էր դիտմամբ նաև այդ թվում այն նպատակով, որ ռուսները փորձեին ինչ-որ չափով վերանորոգել այդ նավթի վերամշակման գործարանները, հետո հիմա կրկին նոր մասսայական հարվածներ են սկսել հասցնել։ Կան տեղեկություններ, որ որոշ շրջաններում կրկին վարելիքի խնդիրի առաջանում Ռուսաստանի Դաշնությունում։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը նույնպես դաժան ցավոտ հարվածներ է հասցնում Ուկրաինային, այսօրվա տվյալներով արդեն այսօրվա գիշերը Ռուսաստանի Դաշնությունը կրկին հարված է հասցրել բալեստիկ հրթիռներով Կիևին, կան նաև տեղեկություններ, որ բալեստիկ հրթիռներից մեկը ընկել է մանկական հիվանդանոցի կողքին։ Ռուսաստանի հետ կապված կարևոր տեղեկություններ ենք ստանում նաև Սիրիայից։ Երեք հայտնի դարձավ, որ Սիրիայի իշխանությունները, նոր իշխանությունները պայմանավորվածության են հասել Ռուսաստանի իշխանությունների հետ այն մասին, որ Խմեյմիմի եւ Տարտուսի ռազմական բազաները ռուսական փակվելու են, մի փոքր այլ ձևով է ներկայացվում, բայց իրականում փակվում են այդ ռազմաբազաները, ուղղակի հաղորդագրության մեջ նշվում է, որ 3 ամիսների ընթացքում այդ բազաները պետք է դադար են գոյություն ունենալուց եւ պետք է վերածվեն համատեղ ուսումնական կենտրոնների, ռազմական ամենայն հավանականությամբ ուսումնական կենտրոնների, սակայն փաստը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում կորցնում է իր ռազմաբազաները։ Սա արդեն պաշտոնական տեղեկություն է։ Ընդհանուր առմամբ բավականին խառն է
Մերձավոր Արևելքում, նաև Լիբանանի ուղղությամբ, բայց ամենակարևորը Նետանյահուի եւ Թրամփի հակասություններն են Գազայի մասով։ Իսրայելը հրաժարվում է դուրս բերել իր զորքերը Գազայից։ Ճիշտ է, Թրամփը պնդում է, թե ամեն ինչ նորմալ է, Նետանյահուն վերջին հաշվով պետք է համաձայնվի եւ կհամաձայնվի հետևել պայմանավորվածություններին, բայց փաստը մնում է փաստ, Իսրայելից հստակ շատ պարզ հայտարարում են, որ քանի դեռ Համասը վերջնականապես չի զինաթափվել, իրանք դուրս չեն բերելու իրենց զորքերը այդտեղից։ Իրանի մասով Աբբաս Արաքչին Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ որևիցե բանակցություններ Միացյալ Նահանգների հետ չեն վարում, ուղղակի հաղորդագրություններով են փոխանակվում։ Հաղորդագրություններով փոխանակվելը դա բանակցություններ չեն։ Կարևոր է այստեղ նշել, որ վերջին շրջանում իրանցիները սկսել են ավելի հստակ պատկերացնել իրենց մեջ։ Չեմ ասում, որ ամբողջ աշխարհն է այդպես կարծում, որ իրենք հաղթանակ են տարել այս պատերազմում ընդդեմ Միացյալ Նահանգների։ Ռուսներն են այդպես կարծում եւ տպավորություն է ստեղծվում, որ իրոք իրենք կարողացել են հասնել հաղթանակի եւ դա ուղեկցվում է նրանով, որ Միացյալ Նահանգներում տարածվում են տեղեկություններ եւ հաճախ քննարկումներ կան այդ հրթիռների պակասի մասին, որ հրթիռները սպառվել են Միացյալ Նահանգների, հատկապես հակաօդային պաշտպանությունը, սակայն իրականությունը այն է, որ Միացյալ Նահանգները ձգձգելու են այս նույն իրավիճակը, մինչև որ իմ պատկերացմամբ ամենայն հավանականությամբ ավարտվեն կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Դրանից բացի Թրամփը հստակ հայտարարություններ է անում ի պատասխան արդեն իրանցիների հայտարարություններին։ Իրանցիները միջայլոց այնքան են իրենց հաղթանակած զգում, որ հիմա պահանջում են փոխհատուցում պատերազմի համար եւ Թրամփը ասում է, որ եթե դուք պահանջում եք մեզանից փոխհատուցում, ապա մենք էլ կպահանջենք ձեզանից փոխհատուցում այդ 50 տարիների համար եւ այն 53000 սպանված ձեր քաղաքացիների համար, որպեսզի դուք տաք փոխհատուցում նրանց հարազատներին։ Հետո Թրամփը պարզաբանեց նաեւ այն, որ հիմա Միացյալ Նահանգները փորձում է տնտեսապես խեղդել Իրանը, ծովային շրջափակումը ուժի մեջ է եւ Թրամփի խոսքերով Հորմուզի նեղուցը 100%-ով վերահսկում է Միացյալ Նահանգները։ Իրականում շատ հետաքրքիր դժվար հասկանալու իրավիճակ է ստեղծվել։ Մենք տեսնում ենք, որ Իրանը հայտարարում է, որ նաև պայմանավորվածությունների են եկել Օմանի հետ, թե ինչպես է գործելու Հորմուզի նեղուցը, ճիշտ է փորձելու են բացառել Միացյալ Նահանգների ներկայությունը այնտեղ, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նավերը չպետք է օգտվեն Հորմուզի նեղուցից, բայց ինչպես արդեն նշեցի, Միացյալ Նահանգները հայտարարում են, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը եւ ծովային շրջափակումով խեղդելու են Իրանը։ Սակայն ամենահետաքրքիրը մեզ համար երեք Իրանի նախագահի Մասուդ Փեզեշքյանի հայտարարություններ Ադրբեջանի մասով եւ Մասուդ Փեզեշքյանի խոսքերով պատերազմի ժամանակ Ադրբեջանը իրենց օգնել է տարբեր ճանապարհներով, այդ թվում նաեւ Ռուսաստանից, այդ թվում նաեւ իրենց սեփական մատակարարումներով։ Նրանք, ասում է Փեզեշքյանը, օգնություն են ցուցաբերել իրանցիներին ամեն ինչում, ինչ անհրաժեշտ էր։ Այստեղ շատ կարևոր հարց է առաջանում։ Միգուցե նաև զենքով են օգնել։ Ակնարկը բաց հետաքրքիր ակնարկ էր, որ ամեն ինչով եւ ամեն ինչը ենթադրում է նաև զենքով օգնելը։ Դրան արձագանքեց նաև Ալիևը, շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահին եւ ասում է, որ միշտ էլ Ադրբեջանը կգտնվի Իրանի եղբայր Իրանի ժողովրդի կողքին։ Դրանից բացի Ալիևը հայտարարել է, որ հերախոսազրույցի ժամանակ, որը որ տեղի ունեցավ 2 օր առաջ Թրամփի եւ Ալիևի միջեւ, Թրամփը հետաքրքրվել է Ալիևից, ինչ պատկերացում ունի նա Իրանի շուրջ, Իրանը կհանձնվի արդյոք թե չէ։ Դե Թրամփը կարող էր նման հարց տալ, ես չեմ բացառում, եւ հիմա հպարտորեն Ալիևը այդ մասին հայտարարում է եւ ասում է, որ նախագահին Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփին ինքը ասել է, որ դժվար նման բան երբեք տեղի չի ունենա, որ Իրանը հանձնվի։ Հիշում եք
հայկական հաղորդագրության մեջ նույնպես կար, որ միջազգային եւ տարածաշրջանային հարցեր են քննարկել, ամենայն հավանականությամբ Փաշինյանին եւս նման հարց է տվել Դոնալդ Թրամփը, բայց Փաշինյանը հիմա Ալիևի նման պարծենկոտ ձևով նման հայտարարություններ չի անում։ Ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր են այս հայտարարությունները, որոնք որ հնչել են թե Թեհրանից եւ թե Բաքվից, եւ սա կրկին մեկ անգամ եւս մեզ հուշում է այն, որ Ադրբեջանը օգտվում է պահի տակ ստեղծված իրավիճակից եւ շատ լավ վարպետորեն Ալիևը խաղում է պահի տակ ստեղծված իրավիճակներով։ Մենք հիշում ենք, երբ Իրանը հարված հասցրեց Նախիջևանին ԱԹՍ-ներով, այդ ժամանակ բոլորը խոսում էին, անընդհատ խոսվում էր տարբեր լրատվականներով, որ Ադրբեջանը հնարավոր է նույնիսկ երկրորդ ճակատ բացի ընդդեմ Իրանի։ Իսրայելը շատ ակտիվ էր Ադրբեջանում, բայց մի փոքր այն ուղիով չընթացավ պատերազմը, ինչով պետք է ընթանար։ Թուրքիայի դերակատարությունը շատ զսպող դերակատարություն ունեցավ Ադրբեջանի վրա։ Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ էր քրդերի վրա եւ քրդերը, քանի որ երկրորդ ճակատ չբացեցին Իրաքում ընդդեմ Իրանի, Իրաքից ընդդեմ Իրանի, Ադրբեջանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց։ Եվ հիմա ահա տեսնում ենք այդպիսի հայտարարություններ արդեն սիրախաղ է սկսվել Բաքվի եւ Թեհրանի միջև։ Հիմնականում ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եք մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։